Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը։ Իր կյանքում երկու բան բնավ չտեսավ՝ բախտ և հուսահատություն։ Ինչպես ճանաչես նրան, ինչպես չափես։ Իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է, որքան ուժ, որքան աշխատասիրություն, ապա տար տանդ ծառա, ինչ է միտքը, մի փոքր գումարշին է, գնա, դուքան բաց անե։ Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ոչ թե սրա նրա ծառան, և արդեն հայ նշանակում է տեր։ Անցիր նրա երկիրը, ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր, հայը։ Դերենիկ Դեմիրճյան։ Մարդկության պատմության հոլովույթում հայերը մշտապես թողել են իրենց հետագիծը։ Հնագույն ժայռապատկերները, բանահյուսական երգերը, հայտնագործությունները, փիլիսոփայական ու բնագիտական գոհարները փաստել ու փաստում են, որ հայն իր առաքելությունն ունի երկիր մոլորակի վրա։ Հերացուց մինչև Շիրակացի, Դավիթ Անհախտից մինչև Դանիել Աբեղա, Հակոբ Կարնեցուց մինչև Ղևոնդ Ալիշան, Ազարիա Սասնեցուց մինչև Ավետիք Տիգրանակերտցին իրենց անկյունակարն են դրել գիտության համաշխարհային շինության գործում։ Այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Այսօր էլ բազմաթիվ հայեր իրենց ստեղծածով ու արարածով առաջինն է ու առաջատարը։ Հնագույն ժամանակներից ի վեր հայերը եղել են նորարար ու ստեղծող, իրենց ներդրումն ունենալով աշխարհի ամենակարևոր հայտնագործություններում։ Ամենահին գյուտերից, որոնց հեղինակմանը կարող են հավակնել հայերը, գարեջրի ու գինու ստեղծումն է։ Հայաստանում դեռևս ուրարտական շրջանում եղել է գարեջրի արտադրություն։ Որոշ պեղումների ժամանակ հայտնաբերվել են անոթներ, կարասների մնացորդներ, որոնք անհրաժեշտ են եղել հենց գարեջրի պատրաստման համար։ Հայերի և գարեջրի մասին հիշատակություններ է կատարել նաև պատմիչ Քսենոֆոնը Անաբասիս աշխատությունում։ Իսկ շատերի պնդմամբ աշխարհի հնագույն գինեգործարանը եղել է հենց Հայաստանի տարածքում։ Այդ մասին գրել են նաև Հերոդոտոսն ու Ստրաբոնը։ Հայերը աշխարհին վաղուց են հայտնի որպես ստեղծող, ստեղծագործող, գյուտարարներ, նորարարներ, տարբեր բնագավառներում և դեռ շարունակում են էլի այդ իրենց գյուտերը զարմացնելով աշխարհին, աշխարհի գիտնականներին և տա Աստված, որ Հայաստանը վերագտնի իր տնտեսական վերելքը և գիտությունը Հայաստանում շարունակի նոր ձեռքբերումներ ունենալ, որովհետև վերջին հաշվով գյուտարարությունը կախված է նաև հզոր պետության և հզոր տնտեսական վիճակից։ Աշխարհում հայերի ունեցած առաջատար դիրքի վկաներից է նաև առաջին կին դիվանագետներից մեկը, արմատներով նոր ջուղայեցի Դիանա Բգարը, ով եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը և թողել գրական մեծ ժառանգություն, գրքեր, պոեմներ, հետաքրքիր նամակներ։ Ընդհանրապես գիտական դաշտը շատ հետաքրքիր է նրանով, որ ի սկզբանե արական և իգական սեռի գիտնականների մեջ եղել է տարբերություն, որովհետև նախկինում կին գիտնականներ մենք շատ ենք ունեցել, բայց աշխարհը թույլ չէր տալիս, որպեսզի կանանց անունը հարահռչակվեր, և արտոնագրերի մեծամասնությունը տրվում էր իրենց ամուսիններին, սա պատճառ հանդիսացավ նրանում, որ շատ գիտնականներ, սա ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ աշխարհի կանանց մասին է, իրենք արտոնագիր չստացան։ Հետագայում, երբ որ ազատականացվեց ամբողջ այն երևույթը, որ չկար սեռերի տարբերություն և գիտնականը գիտնական էր անկախ իր սեռից, բոլորին տրվեցին իրենց արտոնագրերը և այդ խոշորագույն բացումը արեց Մարի Կյուրին, հայտնի ռադիոլոգ, որը հայտնաբերեց և չարիք և բարիք։ Գիտեք, որ առաջին էլեկտրոմոբիլները նախագծվել ու ստեղծվել են Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի պատերի ներսում պրոֆեսոր Էմիլ Դիլանյանի կողմից 1970 թվականից սկսած։ Հպարտությամբ կարող ենք վկայել, որ նախկին Կոստանդնուպոլսում պալատների, գեղատեսիլ վայրերի ու շենքերի մեծ մասը հայի ձեռքի գործն է։
Պալյան ընտանիքը Օսմանյան կայսրությունում, որի ժառանգորդները եղել են արքունի ճարտարապետներ։ Տաղանդ ասածը եղել է մեր ազգի մոտ գոյության բանալի, այսինքն եթե դա չլներ, այս մարդիկ չէին գոյատևման բանալի, այսինքն այն ազգերը, որոնք բնաջնջման վտանգի առաջ են եղել միշտ, դրանց ուղեղը սկսել է աշխատել ադրենալինի ռեժիմով, այսինքն ինչ անենք, որ գոյատևենք։ Ու դա բնական պրոցես է, ոչ մի տաղանդ դատարկ տեղը չի ծնվում։ Հասկացա, որ այս մարդիկ այնքան են մի մեծ ֆակտոր կա, որ ցրվել են աշխարհում, դե բոլորս գիտենք, այստեղ ավելի քիչ հայկա քան ամբողջ աշխարհում, այդ ցրվելն էլ է շատ մեծ գործոն հանդիսացել, որ այս մարդիկ սկսել են տենց գյուտեր ունենալ, տենց միտքը սկսել ավելի աքսելերացիայով աշխատել, քան մնացած ուրիշ ազգերի մոտ, որովհետև դրսում փորձի փոխանակություն է եղել ուրիշ կուլտուրաների հետ, ուրիշ մշակույթների, ուրիշ գիտնականների ու դա էլ է շատ նպաստել, որ սրանց միտքը դառնա ավելի հզոր ու ավելի արդյունավետ մարդկության համար։ Երևի դա իմաստը հիմնական ու բացի գովալը մենք ինքներս մեզ պետք է հասկանանք, որ դա այդքան էլ լավորից չի եղել, որ սենց տաղանդավոր հայեր են եղել։ Ասատոր Սարաֆյան, մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկչի, ինչպես նաև Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակն է։ Աշխարհի պատմության քարոզիներում իր կարևոր հետքն է թողել նաև ճարտարագետ գյուտարար Հովհաննես Ադամյանը, գունավոր հեռուստատեսության նախահայրը։ Նրա գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը, հիմնված 3 գույնի համադրության սկզբունքի վրա։ Այն ժամանակ 20-ականներին մարդիկ, երբ որ սև ու սպիտակ հեռուստացույց ունեին, մտածում էին գոնե մի հատ պարզ պատկեր տեսնեն։ Այդ ժամանակ այդ մարդը արդեն մտածում էր գույնի մասին, իրեն շատ դեպքերում կոչում են էկրաններ ներկող մարդ, ով ներկեց էկրանները։ Այդ տեխնոլոգիայի հիմնական բանը, այն կորիզը, որը տարբերվում է CMYK-ից, որը մեզ հայտնի տպագրական 4 գույնն է, չի աշխատում էկրաններում։ Ինքը դա գտավ, տպագրությունը դե վաղուց կար, ինքը գտավ ոնց անի, որ 3 գույնով և լույսի ուժեղ կամ թույլ լինելով ստանա ամենավառ պատկերը, քան կարող լիներ տպագրությունը, ու դա միայն կարող լինի էկրանների վրա։ Դա արեց Հովհաննես Ադամյանը, որը մինչև այսօր էլ ամբողջ աշխարհը գիտի, որ դրանից այնքան տեխնոլոգիա դեռ չկա։ Գիտության մեջ իրենց կատարած մեծ ներդրմամբ հայտնի են նաև Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, միջուկային ֆիզիկոսները, որոնց հայտնագործություններն ու ձեռարկումները մեծապես նպաստել են միջուկային ֆիզիկայի զարգացմանը։ Աբրահամը կառուցել է Խորհրդային Միության առաջին միջուկային ռեակտորը և հիմնել Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը։ Արտեմն առաջին եվրոպացի ֆիզիկոսն է եղել, ով լոեբ դասընթացներ է նախաձեռնել Հարվարդի համալսարանում։ Վերջինիս կոչել են նաև հայաստանյան ֆիզիկայի հայր։ Այս երկու գիտնական եղբայրներն են հիմնել Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» գեղարվեստական ֆիլմը պատմում է հենց Արտեմ Ալիխանյանի կյանքի մասին, որի կերպարը մարմնավորել է Արմեն Ջիգարխանյանը։ Մեծ է հայերի ներդրումը համաշխարհային բժշկագիտության ոլորտում։ Օրինակ Ռեյմոնդ Դամադյանն առաջինն էր, որ անցկացրեց մարդու մարմնի լիարժեք սկանը քաղցկեղն ախտորոշելու համար։ Բժշկագիտության մեջ մեծ հեղափոխական եւ Նոբելյան մրցանակի արժանի գյուտեր են արել մեր հայազգի Մայքլ Տեր-Պողոսյանը եւ Ռայմոնդ Դամադյանը։ Ռայմոնդ Դամադյանը առաջին անգամ 70 թվականին, 1970 թվականին ստեղծեց MRT սարքը եւ 77 թվականին արդեն կիրառեց մարդու վրա, որը ոչ միայն ցույց է տալիս օրգանների տեղակայումը, այլ նաեւ բջիջները, մարդու օրգանի բջիջները ինչպես են ենթարկվում մագնիսական դաշտի ազդեցությանը եւ դրանով իսկ հեղափոխական մեծ հեղափոխություն կատարեց օնկոլոգիայում, քաղցկեղի ախտորոշման հարցում
Նույնը նաև Մայքլ Տեր-Պողոսյանը պետկատես կանավորման միջոցով նույնպես մեծ հեղափոխություն կատարեց քաղցկեղի հայտնաբերման ախտորոշման մեջ։ Ռայմոնդ Դամադյանը հայտնաբերելով սարքը այնուհետև կիրառություն չի ստացել որոշ ժամանակ եւ Նոբելյան մրցանակ չի ստացել։ Նոբելյան մրցանակ հանձնել են 80-90-ականներին ամերիկացի ինժեներներն են Նոբելյան մրցանակ ստացել, որոնք ավելի պրակտիկ են սարքել MRT-ի սարքը, ավելի պրակտիկ են դարձրել։ Մայքլ Տեր-Պողոսյանն ամերիկահայ ֆիզիկոս էր, ով համարվում է սկանավորման տեխնոլոգիաներից պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրերից մեկը, իսկ պլաստիկ վիրաբուժության հիմնադիրն է համարվում ամերիկահայ ատամնաբույժ վիրաբույժ Վարազդատ Կազանջյանը։ Պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը հանդիսանում է Վարազդատ Կազանջյանը, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է դիմածնոտային վիրաբույժ, բազմաթիվ պատկերների արժանացած գիտնական։ Եթե բժշկությունից ենք խոսում, եկեք ավելացնենք ռոտավիրուսային պատվաստանյութի ստեղծողը Ալբերտ Կապիկյանը նորածին երեխաների համար իր այս գյուտով ամբողջ աշխարհում 1 միլիոնավոր երեխաների կյանք է փրկվել։ Հաշմանդամի սայլակը ավտոմատ կառավարման ստեղծել է դարձյալ հայ գիտնական Էմիկ Ավագյանը, որը ինքը իծնե եղել է հաշմանդամ։ Մեր ազգի ներկայացուցիչները հանճարեղ գյուտեր են արել, էլ բժշկության, էլ գիտության տարբեր ասպարեզներում, բայց ես կուզեի մի գյուտի մասին ասել, որի մասին ես վերջերս հոդված եմ կարդացել մի գիտնականի կողմից գրված։ Դա վերաբերում է Լճաշենի տարածքում գտնված հազարամյակների պատմություն ունեցող սայլին, որը հիմա գտնվում է մեր պատմության թանգարանում։ Գիտնականը նկարագրում է, թե այն ժամանակի համար, դա հազարամյակների պատմություն ունի, այն ժամանակի համար այդ սայլի անիվը ինժեներական մեծ առաջընթաց է եղել այդ դարաշրջանի համար։ Իր կառույցով, իր չափագրումներով, իր պտույտի ձևերով, ամրության ձևերով, Փարքասու այդ սայլը դեռ մեր թանգարանում է եւ շատ շատերը կարող են գնալ ու հիանալ հայ ինժեներական մտքի ճառագումով, եթե կարելի է այդպես ասել։ Այո, դա զարմանալի բան է, հազարամյակների պատմություն ունեցող մի գյուտ։ Արթուր Բուլբուլյան ստեղծել է A14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռազմաօդային ուժերը, իսկ Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյանը ստեղծել է ներշնչակը, բոլորիս համար արդեն սովորական դարձած քթի սփրեյն ու աչքի կաթիլները։ Ազգային թանկ ու անգնահատելի ժառանգություն է նաև այն մշակույթը, որն իր տարածումն է գտել հայ ազգի գործիչների, նրանց կատարած աշխատանքի ու ստեղծագործությունների շնորհիվ։ Գրականություն, փիլիսոփայություն, կերպարվեստ, ճարտարապետություն, թատրոն, կինո, հեռուստատեսություն եւ մեդիա, նորաձևություն, ամենուր շոշափելի է հայի ձեռագիրը։ Այդ անունները բազում ու բազմազան են։ Շարլ Ազնավուրից մինչև Անդրի Վերնոյ, Ռուբեն Մամուլյանից մինչև Շերլին Սարգսյան։ Նրանք բոլորն իրենց արվեստի հանրահռչակմանը զուգընթաց հայի կենթանի վկայությունն են եղել ու կան աշխարհում։ Ասեմ, որ Մամուլյանը ուներ իր գաղտնիքը կադրի։ Կարծեի ինչու՞ էր, երբ որ մարդուն դեմքը նկարում էր կադրի մեջ, մարդը սկսում էր ծերանալ, ձևափոխվել։ Այն սարսափ ֆիլմերի մեջ օգտագործեցին, որ դրանք սկսում են սարսափելի դեմքեր լինել։ Բայց այդ գաղտնիքը իր գտածն էր եւ ինքը ասում է, որ դա իր օպերատորի գյուտն է եւ չէր ասում ոչ մեկին, դրա համար դա կոչվում էր Մամուլյանի գաղտնիքը։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ Մամուլյանի մասին, որ գիտեք այդ ֆիլմը, բավական հայտնի ֆիլմ է Կլեոպատրան, որ ամբողջ աշխարհը խառնեց, ինքը սկզբից Մամուլյանը սկսեց նկարահանումները։ Եվ Մամուլյանը պայման էր դրել արդեն իր բնավորությունից ելնելով, որ նկարահանումները անեն հենց անապատներում, Եգիպտոսում անեն,
Բայց Հոլիվուդը ասաց, որ չէ, ավելի լավ է մենք ավելի շատ փող ծախսենք, ստեղ անենք, քան ստեղ գնանք։ Բայց այն կադրերը, ամենեն կարևոր կադրերը ինձ համար նամանավան մասսայական մեծ տեսարանները իմացեք, որ Մամուլյանն է արել այդ գործը, երբ որ Կլեոպատրան գալիս է հռոմ։ Այդ ամբողջ տեսարանը դա Մամուլյանի նկարահանումներն են իր կողմից արած, եւ ասեմ ինքը ֆիլմը դրանով էր սկսել ինձ։ Հարվածային գործիքների առաջին ֆաբրիկան պատկանել է Զիլիջյան ընտանիքին։ Նրանց առաջին հարվածային գործիքները շատ պատահական ձևով ստեղծվել են ալքիմիկոս Ավեդիս Զիլիջյանի կողմից։ Մետաղը ոսկու վերածելու փորձի ժամանակ։ Ինքը ալքիմիկոս էր, ինչ-որ բան է փնտրելուց եղել, ու այդ ոսկին անագը ու արծաթը իրար խառնելուց ստացել է մի հատ բան, տափակացրել է, չգիտեմ ինչի համար, հետո տեսել է, որ չստացվեց այդ իր ուզածը, ձեռքի մետաղով սենց խփել է ու այդ ձենը նենց է տարածվել այդ սենյակում ու ասում է բավականին երկար ժամանակ այդ ձենը չէր կանգ առնում։ Ու այդտեղ արդեն այդ ուղեղն է սկսել աշխատել, որ սա կարա լրիվ ուրիշ բան դառնա ու դարել է։ Դե Օսմանյան կայսրության ժամանակ է դա եղել, այնտեղ Սուլթանին է տարել ներկայացրել, որ սա շատ լավ հարվածային գործիք կարա դառնա։ Նա էլ տվել է իրան Զիլջան ազգանունը, որը թուրքերեն զիլ նշանակում է ծնծղա, զիլջի, այսինքն ծնծղա սարքող, Զիլջյան եւ հայկական յան ազգանունի վերջը դառնա Զիլջան։ Ոչ միտեղ չեմ ինչքան փորփրել եմ չեմ գտել իսկական ազգանունը ինչ ա եղել Զիլջանի, բայց տենց դառել են Զիլջան իրան։ Ողջ աշխարհում մեծ ազդեցություն ունեն նաև հայազգի գործարարներն ու միլիարդատերերը։ Սերգեյ Գալիցկին, Անդրեյ Անդրեև, Քրքրքորյան, Քիմ Քարդաշյան, Էդուարդո Էրնեկյան, Նուբար Աֆեյան, Հովնանյան եղբայրներ, Ալեքսանդր Մանթաշյանց, Ջերարդ Քաֆեշյան, Վաչե Մանուկյան, Սարգիս Իզմիրլյան, Վարդան Սիրմաքեշ, Ջեյմս Թուֆենկյան եւ էլի շատերը։ Ամերիկահայ գործարար Քարոլին Ռաֆայելյանն առավել հայտնի է որպես Ալեքսանդանի ոսկերչական ընկերության հիմնադիր։ Forbes-ի վարկածով նա ընդգրկվել է Ամերիկայի ամենահարուստ կանանց ցուցակում։ Քարոլինն ունի նաև խաղողի այգիներ, հայտնի սրճարանի ցանցեր։ Բիզնես ոլորտում կարևոր ներդրում ունի նաև տնտեսագետ Արմեն Ալչյանը, նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության հիմնադիրներից մեկը։ Խոսելով տնտեսության ու բիզնես ոլորտից, չենք կարող չհիշատակել, որ դոլարի կանաչ գույնի ներկը ստեղծել է ազգությամբ հայ Քրիստափորտեր Սերոփյանը, իսկ առաջին բանկոմատի գաղափարի հեղինակը Լութեր Ջորջ Սիմջյանն է։ Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում եւ 1920 թվականին գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայտնի է նաև բազմաթիվ գյուտերով, այդ թվում գունավոր ռենտգենը, ինքնաֆոկուսավորվող տեսախցիկը եւ այլն։ Իր կյանքի ընթացքում նրան վերագրվել է ավելի քան 200 գյուտ, որոնցից վերջինը 92 տարեկանում։ Հայտնի է, որ հայերը մեծ ներդրում ունեն ամբողջ աշխարհում գիտության, տեխնիկայի, նորարարությունների ոլորտում եւ շատ անուններ կան այստեղ, բայց ես կուզենամ նշել մի մարդու, դա Անդրանիկ Յոսիֆյանն է, ով որ իր կյանքի տարիներին շատ հայտնի չէր, հիմնականում իր գործունեությունը գաղտնի էր, դա խորհրդային միության տարիներն էր, ինքը շատ առանձնահատուկ պրոյեկտների վրա էր աշխատում, ռազմական բնույթի եւ մեծ ստրատեգիկ նշանակություն ունեցող պրոյեկտների վրա էր աշխատում, դրա համար շատ հայտնի չէր իր անունը, բայց վերջին տարիներին այդ ինֆորմացիան ավելի հանրային դարձավ, չնայած կարծում եմ մեր երիտասարդները, ընդհանրապես մեր ժողովուրդը շատ չի ճանաչում Անդրանիկ Յոսիֆյանին, բայց ինքը շատ մեծ ներդրում ունի ավիատիեզերական սարքաշինության ոլորտում, էլեկտրամեխանիկայի ոլորտում, ռազմական արդյունաբերության մեջ շատ մեծ ներդրում ունի։ Նորարարներից ու առաջատարներից զատ քիչ չեն նաև այն հայերը, որոնք ուսուցչություն են արել աշխարհի հայտնիներին ու մեծերին։ Նրանցից է Տիգրան Թախթան, Սթիվեն Հոքինգի ուսուցիչը։ Մոտավորապես 20 տարի աշխատել եմ ՆԱՍԱ-ում եւ մասնակցել եմ այնպիսի ծրագրերի մեջ, որոնք գնացել են թեպի Լուսին, թեպի Մարս, թեպի Յուպիտեր եւ անշուշտ
տարբեր ծրագրերի կամ նախագծերի ղեկավար եղել եմ։ Այնպես որ անցյալ 11 տարի առաջ 2015-ին որոշեցինք, որ վերադառնանք Հայաստան ու Հայաստան մշտական բնակչություն հաստատել։ Հոստեղ եկա, սկիզբը ամերիկյան համալսարան եմ դաս տվել 5 տարի, վերջը պոլիտեխնիկը եւ պետական համալսարանը։ Այդ ընթացքին ինժեներական քաղաքը ինձ վերցրեց եւ այնտեղ առաջի խումբը 2019-ին առաջի խումբ կազմեցի պոլիտեխնիկի ուսանողներից, պետականի ուսանողներից եւ ռաուի ուսանողներից, որ արբանյակ սարքենք։ Այո, 2019-ին մենք ունեցանք առաջին արբանյակը այս չափով, բայց COVID-ը տեղի ունեցավ եւ չկարողացանք թռցնել։ Գաբրիել Կազանջյանին է պատկանում 1908 թվականին ներկայացված եւ 1911 թվականին արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի ֆենի գյուտը։ Առաջի բդդվող դիեզերական արբանյակը, որը կոչվել է Orion, Գուրզադյանն է ստեղծել։ Առաջի բդդվող դիեզերքում բդդվող արբանյակը, որը ինքը ոչ թե միայն արբանյակ ուղարկելն է խնդիրը, այլ արբանյակը պետք է ունենա նպատակ, ինչի ես ուղարկում վերևը եւ ինչ բանի համար ես ուղարկում։ Գուրզադյանը ստեղծեց այդ դիտակը, առաջի դիտակը, որը կարողացավ թռցնել վեր եւ պտտցնել աշխարհի ավելի ներողություն մեր երկրագնդի շուրջ բոլոր առաջինը։ 1983 թվականին հայազգի գիտնական քիմիկոսներ Աշոտ Մուշեղյանն ու Սերգեյ Ներսիսյանը ստացել են Արարատյան դաշտավայրի պատմական Որդան Կարմիր ներկերի արտոնագիր, որից հետո Արարատյան դաշտավայրի այդ հատվածը համարվել է Որդան Կարմիրի արգելանոց։ Ինչպես գիտենք, հնում Արարատյան դաշտում աճել են այնպիսի խոտեր, որոնք ծնունդ են տվել հատուկ միջատների ու որդերի։ Հայերը հավաքել են այդ որդերը, եփել ու ստացել մուգ, պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվել է Որդան Կարմիր կամ հայկական ներկ։ Հայկական Որդան Կարմիրը մի հետաքրքիր գունանյութ է, որը դարերի եւ ժամանակների ընթացքում չի կորցնում իր գունային պիգմենտացիան, այսինքն իր հագեցվածությունը այնքան է, որ անգամ քիմիական նյութերի հետ, երբ որ մենք համեմատում ենք, ունի ֆիքսացիա։ Եվ հաճախ դրա համար խորհուրդ են տալիս, որ հին կարպետները եւ գորգերը, որոնք որ օրինակ իրենց մեջ ունեն Որդան Կարմիրի կիրառություն կամ այլ բնական ներկանյութեր, լվացնել աղաջրով, ոչ թե քիմիական նյութերով, որտեղ աղաջուրը ունի ֆիքսելու հատկություն եւ այս ներկանյութը ամբողջովին կարողանում է ոչ թե գունաթափել, այլ եւս մեկ անգամ կրկնակի ֆիքսել։ Աշխարհի ամենահայտնի գորգը, որը գտել են ամենահին գորգը, պազիրիկ գորգի մասին է խոսքը, գիտնականների հետազոտությունների արդյունքում մենք իհարկե չի փաստվում, որ այն հայկական է գիտական դաշտում, չի գրվում, որ հայկական է, սակայն երկու կոմպոնենտ կա այնտեղ կարևոր, դա հայկական կրկնակ հանգույցի արկայությունն է եւ Որդան Կարմիրը որպես կարմիր գունանյութի արկայություն։ Երբ որ խոսում ենք Որդան Կարմիրի մասին, գյուտարարության մասին, հիմա տեսեք, այդ կարմիր գույնը այդքան տարածվեց աշխարհում, շատ տարածված էր, բայց մինչև այսօր չեն ուզում նշեն, որ դա Որդան Կարմիրն է, որը ծնվել է Հայաստանում եւ Արարատի փեշերին։ Դա Արաքսի ափին եղող այդ միջատներն են, որոնցից գույներ։ Ու ասեմ, որ սա մի տեսակ հային հատուկ հատկություն է գույնի հետևից գնալ եւ գտնել գույներ կյանքում, որովհետեւ Քոչար հենց հայրս, որը էլի ներկեր էր հնարում եւ մոմա ներկերի հեղինակը դարձավ, էլի այդ նույն ճանապարհն է ասում, այսինքն հայ մարդու գենն է, որը խոսում է եւ ման է գալիս նոր գույներ, նոր ներկեր։ Հայերը շողում են նաեւ նորաձևության աշխարհում։ Կան այնպիսի անուններ, որոնք հեղափոխություն են բերել այս ոլորտում։ Ռիմա Կազումյան, Գրիգոր Ջաբոտյան, Ջեք եւ Ջորջ Քեշիշյաններ, որոնք զբաղվում են մեքենաների թյունինգավորմամբ։ Ֆրանսիս Քուրկջյան, աշխարհահռչակ պարֆյումեր, Ալբերտ Պողոսյան,
ոսկերչական արվեստի բացառիկ ներկայացուցիչ։ Արտաշես Հայկանյանը հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, ճկվող ձողիկներ, ավտոմեքենայի ապակիների մաքրիչներ եւ էլի շատ կարևոր ու անհրաժեշտ բաներ։ Իսկ 1929 թվականի Ռոզա եւ Սարգիս Կոլումբոսյանները Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնել են յոգուրտի աշխարհի առաջին արտադրամասը։ Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը։ Ռազմական արդյունաբերության մեջ մեր հայ գիտնականների կողմից հայտնաբերված ստեղծած ռազմական օդաչուների թթվածնային դիմակը Արտուր Բուլբուլյանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության նման զենիթային զենքը Ռուբեն Էքսերջյանը։ Ինչպես նաև ամենօրյա կյանքում, ինչպես ասեցի, ամբողջ աշխարհով մեքենաների ավտոմատ փոխանցման տուփը։ Մեծ ճանաչում ունի նաև էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական Անդրանիկ Իոսիֆյանը, ով եղել է խորհրդային էլեկտրոմեխանիկայի հրթիռաշինության ու տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։ Հայ լինելով արկածներ են տարածվել աշխարհահռչակ այնպիսի դեմքերի վրա, ինչպիսիք են Ջորջո Արմանի նորաձևության տան հիմնադիր Ուգո Արմանին, Անգլիայի երջանկահիշատակ արքայադուստր Դիանան, Մայր Թերեզան ու էլի շատերը։ Հայ գիտնականների ու նրանց ձեռքբերումների մասին շատ բան կարելի է իմանալ այցելելով գիտության ու տեխնիկայի թանգարան, որտեղ հնարավորություն կա ճանաչելու հայ գիտնականներին, ուսումնասիրելու Հայաստանի գիտության ու տեխնիկայի զարգացման պատմությունը։ Թանգարանում խնամքով պահպանված է բավականին հարուստ հավաքածու։ Վիկտոր Ամբարձումյանը իրականության մեջ ավելի աստղեր հնարել, աստղեր գտնել, ինքը անգլերեն ասում ենք discoverer է եւ ոչ թե engineer։ Ինքը ամբողջ այդ engineerությունը արեց, որ բյուրականի աստղադիտարանը ունենք, որը հոյակապ մի ժառանգություն է։ Միևնույն ժամանակ մենք ունենք Փարիզ Հերունին, որը ստեղծեց վերգետնյա կայան, որմով կարող ենք թե ստանալ ռադիոալիքներ եւ թե միևնույն ժամանակ ստանանք օպտիկական ալիքներ։ Չի սիրում ոչ ստրկություն, ոչ երջանկություն։ Գերադասում է տառապանք եւ ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուց ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացվում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ, սա հայկն է, որ զրկել են իր կյանքի միակ պայմանից, ազատությունից, հայը, Դերենիկ Դեմիրճյան։ Մեր ծայրահեղ բնավորությունը մեզ ուժեղ է դարձրել։ Դարձրել է քարից հաց քամողներ, անջուր անապատում ծաղկողներ ու քարե պատնեշները ճեղքողներ։ Պատմությունը մեր մասին շատ բարձր է խոսում։ Սիրենք ու գնահատենք միմյանց, այդպես է հնարավոր հաղթել ու նվաճել։